Բարի լույս, այսօր փետրվարի 19-ն է 5-շաբթի, 1869 թվականի փետրվարի 19-ն է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ և գրող հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ 2008 թվականից փետրվարի 19-ը հայտարարվել է գիրք նվիրելու օր։ Այսօր մեկնարկում է նաև մանկապատենական գրքի Երևանյան 11-րդ տոնավաճառը, որն անցկացվում է Խնկո-Ապոր անվան գրադարանի ջանքերով և Հայաստանում գործող գրեթե բոլոր հրատարակչությունների մասնակցությամբ։ 3 օր շարունակ գրադարանի շենքում ու դրան հարող տարածքում ցուցադրվում ու վաճառվում են վերջին տարիներին տպագրված գրքերը։ Հիմնադրի խորհրդարանը և նրա անդամները փետրվարի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարան հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի։ Արձագանքելով Բերձորյան բռնությանը Գագիկ Մելիքյանն ասել էր, թե Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների հանդեպ ինչ արել են, լավ են արել, և համոզմունք էր հայտնել, որ հիմնադրի խորհրդարանի անդամները 101 առանց ռեժիմի շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթը իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով։ Հայ ծրագրավորողների մշակած զանգի հավելվածը հնարավորություն է տալիս նույնիսկ շատ թույլ ինտերնետի դեպքում բարձրորակ վիդեո և աուդիո զանգեր իրականացնել, փոխանակել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով և տեսանյութերով։ Այն հասանելի է Android և iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար։ Զանգի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի խոսքով, ի տարբերություն Viber-ի ու մյուս հավելվածների, իրենք ավելի մեծ ուշադրություն են դարձնում ոչ թե զվարճանքի, այլ հարմարավետության գործառույթի վրա։ Իսկ ձեզ մաղթում եմ խաղաղ և հետաքրքիր օր։ Այժմ կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանը։